շուշիմը հայրենական հետ է վերաբերությունը Սալերցիմը գնաք եթե գուզեք այդտեղ ես չսի որտեղ ես Սալերցի եմ մեծ գորուստ է եւ օրինագելի վարկակիցի դեր եղավ ինքը իր նահատակությամբ հայրենիքի հողը վերստին սրբացավ եւ օրինակը վստահաբար ոչ անպայման նահատակությամբ այլ իր կյանքի գործով, իր թեմական գործով եւ այդ ամեն ինչով օրինագելի պետք է դառնա, պիտի մնա մեր նորահաս սերունդներու մեջ մանկության դարիներեն ես ծանոթ եղած եմ իրեն եւ Լիբանանի մեջ լսած եմ իր համերգները մենք միասին եղած ենք Շուշիի մեջ վերջին անգամ մենք հանդիպեցանք Շուշիի մեջ եւ դուն կգառուցեր կվերահսկեր բանվորներուն վարպետներուն պիտի ունենար իր օջախը ծրագիրներ ուներ ես Ստեփանագերդեն գելեի ճամփաներ իջա միասին շրջակայեցանք այդ դունը իր այսպես ասած այդ դան հետ կապված իր հեռանկարներուն երազներուն մասին խոսեցավ այդպես ողջակուրվեցանք եւ այդ դեպքը իմ շրջանից մեծ վերջին հանդիպումը եղավ իր հետ ինձ համար սիրելի էություն է իր ընտանիքը իր կինը իր զավակը որ նույնպես երաժիշտ է որում ես լսեցի եւ Իսմայելցա Շուշիի մեջ նարեկացի արվեստի դեպքերի մեջ երբ որ ինքը եկած էր եւ նվագեց լսած էի իր մասին, սակայն նվագը չէի լսած, որ լսեցի դատուրի ինչ ասեմ, մեծ կորուստ է մեզի համար, սակայն գմերնին, բայց գմահանան, բայց գան մահանան այսպիսիները, ինք այդպես եղավ և իր իշադագը անտարան մնա և ուրախ եմ, որ իր իշադագին համար կգազմագերտի այսպես չոցարումներու ամեն դարեկան տնիտով իդլա և նոր սերունդները պիտի անպայման նշեն զինք և ոգևորվին իր արվեստով և նաև նահատակության հայրենիքի համար խորհուրդով, բայց դա աստված առանձնահատակ։ Շնորհակալություն ձեր խոսքերի համար։ Հաջողություն ձեզ, ես շատ ներողություն կխնդրեմ, չեմ գիտեր եթե պիտի տեսակրվի տեսակրություն կա, հետո կուզեմ գիտել ագարակ բարակային ամենալավ ուղարիչներ։ Զաքար ջան, հենց դա ենք փորձում կազմակերպել, 2 րոպե մնացեք, խնդրեմ մեզ հետ։ Պատմության մասին ես հետո երեխաներին ինֆորմացիա կտամ, բայց այս պահին, քանի որ շտապում եք, պիտի մեզ հետ չլինեք, կարծեմ, չէ՞։ Մնում եք մեզ հետ, թե գործեր ունեք։ Ես պետք է մեկնեմ, ինչ որ դերողություն պիտի խնդրեմ, որ պիտի չկարողանում։ Ուրեմն 2 բառ, սա թվով 3-րդ կրթամրցանակն է Գեորգի անվան Երևան Պետական կոնսերվատորիայում, բայց ուզում եմ հիշատակել մի փաստ, որ 23 թվականին Գեորգի այրին Ֆրիդան Իսահակյանի տուն-թանգարանում եւս կազմակերպել է նրան նվիրված հանդիսություն եւ նաեւ նվերներ է բաժանել տաղանդավոր երիտասարդների։ Բայց այս մեկը, այս ոսկի սերմերի թվով 3-րդը հատկանշական է նրանով, որ հավաքվել է բարերարների մի հրաշալի խումբ։ Ես կարծում եմ, որ այն ջերմեռանդությունը, որով դուք միացաք այս գործին, շաղիկը, որը կազմակերպեց եւ բարերարներին իրար գլուխ հավաքեց, ահա Նարինեն նոր միացավ մեզ, որի ընկերուհիները, երեկանաները նույնպես մեր բարերարների խմբում են։ Ես սա համարում եմ մի այսպիսի մի խորհրդապաշտական գաղափար եկավ մոտս, առաջացավ գլխումս։ Սա նշխարքից մաս կազմելու նման մի բան է։ Տեսեք, մենք մի քանի բարերարներ ունենք աշխարհի տարբեր երկրներում, որոնց միացրել է Գեորգի անունը, նրա սխրանքը, նրա անհատականությունը եւ հատկապես ձեր իրավիճակում, երբ գիտեմ թե ինչ աստիճանի հոգսեր ունեք,
գոյախնդրի հարց է հիմա արևելքում ապրելը եւ աշխատելը ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ձեր այս անձնական մասնակցության համար Զաքարյան հուսամ մյուս անգամները կմասնակցեք անձամբ Դա ասված մեր նվազագույն հոգուբարդն յադիկա մեծ բան չէ եղածը, բայց իր շարունակությունը պետք է ունենա եւ պետք է ավելին լա, որտեղ եւ իր իշտակը ավելին արժանի է եւ մանավանդ մեր ուսանողները կոնսերվատորիայի նոր սերունդը շատ ավելին արժանի են, որպեսզի պատրաստվեն եւ ավելի լավ թեմեր նվաճեն եւ իր իշտակը բանձացնեն։ Իրելի նմաններ ես էլ կուզեմ։ Ես էլ երկու բառ կուզեի ավելացնել, ուրեմն քանի որ կոնսերվատորիան մշակույթի գործիչների համար ովքեր որ սովորում են կոնսերվատորիայում, իրենք շատ լավ գիտեն դա ինչ է։ Կոնսերվատորիան դա մեր տունն է, որտեղ մենք անցկացնում ենք մեր կյանքի ժամանակահատվածի 90%-ը։ Եվ երբ որ մենք կորուստներ ենք ունենում, դա այնպիսի կորուստ է, որ կարծես մենք կորցրել ենք մեր տան մի անդամին, հասկանում եք, այսպես ենք մենք վերաբերվում։ Եվ դրա համար այս Գևորգ Քաջյանի հետ կապված այս միջոցառումը, այս բարերարությունը, որ դուք կազմակերպում եք, Արմինեն Պետրոսյան կազմակերպում է, սա հրաշալի մի բան է, որովհետև սերունդները փոխում են տարին տարվա վրա, մասնակիցները փոխվում են, եւ նրանք ճանաչում են Գևորգին ոչ թե միայն որպես երգիչ, որ նա հրաշալի երգիչ է եղել, ավարտել է կոնսերվատորիան, սովորել է հայրենիքում, հետո մեկնել է պատերազմ, այլ նաեւ նրա մարդկային տեսակը եւ որակը, թե ինչպիսի հիանալի անձնավորություն է եղել Գևորգը։ Եվ սա ամեն անգամ, երբ որ Արմինեն ինձ դիմում է, ես սիրով ուրեմն աջակցում եմ, որպեսզի մեր երեխաները անպայման մասնակցեն այսպես ասեմ, մրցույթին, հա, մասնակցեն այս մրցույթին, որովհետև սա նաև ունի ճանաչողական բնույթ, այսինքն նրանք ճանաչում են, ինչի համար են սա անում, ով է, ինչն է նպատակը եւ ով է առիթը, որ իրենք կարող են ուրեմն մասնակցել այս մրցույթին։ Ինձնից հասնում է ուղղակի շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ այս ամեն ինչը սիրով, որտեղ ես նկատում եմ, որ այս ամեն ինչի մեջ սեր կա։ Իսկ եթե սեր կա, ուրեմն մենք միշտ կհաղթենք եւ հաղթանակած կլինենք եւ մեր ապագան լավ կլինի։ Շատ հրաշալի է այս ձեռնարկը, որ դուք անում եք եւ թող սա հնարավորինս չափ երկարատև լինի։ Այսքանը շնորհակալություն ձեզ բոլորիդ։ Մենք ենք շնորհակալ Ինդիանյան տերնավիրյալ աշխատանքի նոր սերունդատուներու ձեր գործընկերների իրոք կոնսերվատորիան մեր բոլորին տունն է եւ ես կարողով կմտնեմ եւ երկրորդ կմտնեմ ամեն անգամ Հայաստան այցելելու նույնիսկ իշեմ անգամ գարոտանելու համար է այստեղ դարձնում խիստ որտեղ սա ուրեք ու երտակ սի ոչ մի դեպք է մեր տան, եկա պարզապես մի քիչ հիմա տուն եմ եկել։ Երևի գշիդեք դրավ լավ, մյուս անգամ մեր որևէ մեկի ազգանունը կտակ եւ նրանք ձեզ ներս կթողնեն, խնդիր չի, որովհետեւ դուք գիտեք այս տարիների ընթացքում Հա, շնորհակալություն շատ։ Իսկ այն, որ հատկապես այսօր է, այս խորհուրդը ուզենաք ընդգծել Զաքար, փաստորեն հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակության նախօրեին եւ ջահերի ջայրով երթի օրը։ Անկամ եւս համակարգի հայությունը աշխարհի հիշատակին շուրջ մեր նահատակներուն, մեր սպատասված նահատակներուն եւ բացի այդ ոգեգոճումի եւ պայքարի շարունակության, արտադրության համար, մեր մողային ամբողջական համար մեր պայքարի ուխտնորոգելու արիթ է այս մեկը երեք համազգայինի բարախումբը, երկախումբը, տադերախումբը միասնաբար Իբանանի
ամենակարևոր առաջատար դահլիճներից մեկում 1100 դեղանոց դահլիճը լեփեցուն է Հավանաբար կապն է։ Շնորհակալություն։ Մնացած բարերարների անունները եւ երկրները ուզում եմ դες համար կարդալ, սիրելի մասնակիցներ, որովհետեւ այս մասնակցայնությունը ինձ շատ դուզիչ է թվում։ Նախ նայել շարունակում եմ։ Պատարակն է եւ ցանցական շահագործողի շուրջ պիտի զարգան կոնարվեն այսօր երեկոյան ծայրով երբեք Երևանում այսօր Երևանը ապօրինի Հայաստանը զարգան կոնարեցն է եւ խորհուրդ ունի այսօրավես կհավատամ արտադրության հաղթանակին եւ արտադրության հաղթանակը միայն հեքիաթներում չէ, հեքիաթներում մեջ չէ միայն ես կհավատամ, որ օրնում մենք պիտի համախոհվենք առողջության մայրարենիքի մեջ եւ ոչ միայն ներկա Հայաստանի, այլև ընդգրկելով պատմական Հայաստանը եւ Արցախը։ Շնորհակալություն։ Արմինե ջան, ներկայացնեք երևի։ Նայինե ջան, կարելի է խնդրել ձեզ դուք ասեք աննաները որտեղից են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Զաքար ջան։ Հաջողություն ձեր գործերին, միասին ենք ձեզ։ Աննաների կներկայացնեք, որ խնդրեմ։ Աննաները երեքն են Աննա են, այդպես է ստացվել։ Ուրեմն Մահպեսյան Աննան Շվեդիայում է բնակվում, Համբարձումյան Աննան Ամերիկայում եւ Մուրադյան Աննան Միացյալ Թագավորությունում, Հայաստանցի են բնականաբար այստեղից են։ Դե անմասն չմնացին իմ խնդրանքին աղջիկները, չնայած իրենց հոգսերին եւ ամենուչին եւ որոշեցին որ անպայման պիտի իրենց մասնակցություն ունենան, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Այդքան։ Ես շնորհակալ եմ մեծ բանը կազմակերպելու համար եւ այսօր ուզում ենք մեր խոնարհումը հայտնել Տիկին Ֆրիդային եւ որդուն եւ ասել, որ երբեք չենք մոռանալու իրենց հայրիկին եւ Գեորգի մասին աղջիկներից մեկը ինձ մոտեցավ, սկսեց հարցուփորձ անել եւ ասաց, որ ինքը ամեն ինչ կարդացել է, նայել է։ Սա այդ ամենակարևոր նպատակն է, սիրելի օրիորդներ, որովհետեւ գիտեք, կրթամարցանակը կոչվում է ոսկի սերմեր, երախտագիտության եւ հարթանկի կրթամարցանակներ։ Դուք այն սերմերն եք, Գեորգը այն սերմն է, որից փաստորեն ծլարձակել եք դուք։ Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Տիկին Գեհամյանին ամեն անգամ այսպես մեծ սիրով եւ նվիրվածությամբ կազմակերպելու համար եւ կոնսերվատորիայի ղեկավարությանը, որովհետեւ կարեւոր բան է այն ժողովուրդը, այն ազգը, որը չգիտի մեծարել իր նահատակներին, իր հերոսներին, արժանի չի ապագայի։ Մենք պիտի քայլ առ քայլ կերտենք մեր ապագան միասին եւ սա շատ կարեւոր բան է, ինչի մասն եք դուք նաեւ դառնում։ Ուրեմն ուզում եմ ասել, որ 5 բուհերում հանրապետության մենք ունենք արդեն 70 ոսկի ծիլ։ Եվ այսօր ձեզանից ընտրված մրցանակակիրը կհամալրի այդ ոսկի ծիլերի թիվը։ Հաջողություն եմ մաղթում ձեզ բոլորին։ Շնորհակալ եմ։